կարգալուծությունը հիմա դատարանները պիտի որոշեն Սրբազան հայր։ Այ, կներեք էլ, չգիտեմ ես։ Սրբազանին կարգալույծ արեցին, ինչից հետո հիմա քրեական գործ է հարուցվել։ Ես չգիտեմ քրեական գործ ինչի վերաբերյալ, Ժորժ ջան։ Որ մարդիկ դատական ներողություն հոգևորականները դատական ակտը չեն կատարել։ Ինչ ակտը չգիտեմ։ Գևորգ Սրբազանի բարակայում մասյացոտնի թեմի։ Հիմա դատարանները պիտի որոշեն։ Դատարանը չգիտեմ ինչի համար է կանչել։ Աշխատանքային պայմանագիր ունեք։ Ինչու է դատարանը։ Հիմա եթե վեհապարը ձեզ կարգալույծ անի, դուք եք դիմելու դատարան։ Եթե լինի կտեսնենք, հալա որ կարգալություն են արել։ Եվ մի հարց մտնելուց առաջ պատարագից առաջ ասացիք եկեք մասնակցեք կտեսնեք զեղչում է թե չէ մասնակցեցինք տեսանք որ զեղչվեց վեհապարանը հիմա ինչպես կմեկնաբանեք Ոչ բան այսինքն դա պատարագի խորհուրդն է կարող ես դες ասի պատարագի խորհուրդը որն է գիտեք նկատի ունեմ այգեշատում երբ որ ներողություն այգեշատում դուք ասացիք որ զեղչվել է նաև ձեր անունը այդտեղ խնդիր չկա այսօր ձեր անունը չզեղչվեց ես չգիտեմ ես ուզում եի որ զեղչվեր որտեղ հայ Չգիտեմ ինքը ժողովրդի հետ ամ հետո առանձին անում ինքը դե սովորություն ունի պատարագի վերջում իր համար ժողովրդի հետ միասին քարոզ անում կներեք ժողովուրդ ջան հա